Բարոսելի եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 12 գլուխի 3-րդ համարը, եկեք ընթերցենք համարը նորից, եկեք երկրորդ համարից ընթերցենք ավելի շաղկապը պահպանելու համար։ Եվ մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին եւ կատարելը։ Հիշեցնեմ, որ խոսքը գնում է ֆրոնեո, մտածելակերպի, մտքի, եւ մենք վերնագրեցինք այն ավետարանի համեմատ մտածելակերպ։ Եվ անմիջապես, որովհետև Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին, բան չմտածել ֆրոնեո նրանից ավելի, քան թե արժան է մտածել, այլ մտածել պարկեշտ կենալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատքի չափը բաժանեց։ Որովհետև Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին, բան չմտածել նրանից ավելի, քան թե կա մի չափ, որ Աստված բաժանել ամեն մեկին։ Եվ մենք խոսեցինք այս մասին, որ այս հատվածում առաքյալը ներկայացնում է երկու ծայրահեղություն կապված մտածելակերպի հետ։ Մեկը հիպերֆրոնեո, այսինքն բարձր մտածել, մյուսը սոֆրոնեո, որ չի նշանակում խոնարհ ցածր մտածելակերպ, այլ նշանակում է պարկեշտ մտածելակերպ, ողջամիտ մտածելակերպ։ Հունական ընկալման մեջ եւ Պողոս առաքյալը սա օգտագործում է։ Իհարկե, ընդհանուր առմամբ թարգմանիչները թարգմանել են խոնարհ մտածելակերպ, օրինակ ռուսերը սինոդալ թարգմանել են ավելի կրոտկի, այսինքն խոնարհ մտածելակերպ, բայց տեսեք, ինչու՞մ է խնդիրը, որովհետեւ շատ հաճախ բարձրի հակաթեզիսը ցածրն է անցալվում։ Այսինքն, եթե մեկը խոսում է պարծենկոտության մասին, խոսում է հպարտության մասին, ավելի հակաթեզիսը մենք հասկանում ենք խոնարհությունը։ Առաքյալը չի ասում բարձր մի մտածեք, այլ ցածր մտածեք։ Առաքյալն ավելի շեշտակի անում բարձր մի մտածեք, այլ ողջամիտ մտածեք, այսինքն ճիշտ մտածեք։ Եվ մենք կանադառնանք սրան ավելի։ Հիմա մենք առաջի երկու ձայնագրություններում անդրադարձանք ինչ հետևանք կարող ունենա կամ ինչպես կարող արտահայտվի հիպերֆրոնեոն, այսինքն անձը երբ որ իր մասին ավելի բարձր է մտածում։ Եվ մենք տեսանք ինչ հետևանքներ կարող լինի եւ այս հետևանքները կարող կործանարար լինի եկեղեցու։ Մանավանդ եթե մի քանի հոգի ծառայողներ այդպիսի մտածելակերպ ունենան, ո՞րն էր այդ մտածելակերպը։ Կարևորում էր իր դերը, կարևորում էր ֆունկցիոնալ դերը, այսինքն Քրիստոսի մարմնի շինության մեջ առավել իր հեղինակությունն էր փնտրում, առավել կարևորում էր իր արածը, ծառայության մեջ կարևորը որ ինքը անի, որ մյուսների արածը ինքը նայում է իր արածի օղակներում, որքանով մյուսների արածները նպաստեցին իր արածին։ Այսինքն այստեղ մենք տեսանք, որ այն կարող լինի կործանարար։ Դրա համար առաքյալը երբ որ վերևի հատվածում խոսում է, որ ձեր անձերը որպես կենդանի զոհ դրեք Աստծո զոհասեղանին, շատ կարևոր է ինքը նկատի ունի, որ սա դառնում է ձեր կյանքում երկրպագություն, այսինքն երկրպագություն դա ինչ որ մի ժամը չի երկելու կամ ինչ որ փառաբանելու, այլ մեր կյանքն է ընդհանրապես Աստծո առաջ դրված, որպես Աստծո սեփականություն, որպես զոհ եւ կենդանի, որպես ծառայող, եւ շեշտում առաքյալը, սա է ձեր բանական, այսինքն մեր մտածելակերպով ծառայությունը, ձեր բանական պաշտոնը։ Այսինքն այստեղ անմիջապես անդրադառնում է, որ ձեր մտքից դուրս գա աշխարհի ազդեցությունը, աշխարհի արժեքային համակարգը։ Որովհետև տեսեք, երբ որ մենք խոսում ենք սնապարտության կամ մեր անձի մասին բարձր մտածելակերպի մասին, այն ուղղակի արտապատկերն է աշխարհի աշխարհն է փնտրում իր հեղինակությունը։ Աշխարհն է փնտրում իր աշխարհում մարդիկ ավելի մղված են իրենց կարևորությունը շեշտադիր անելու, իրենց հեղինակությունը ցույց տալու, իրենց անձը բարձրացնելու կամ մյուսներին ներկայացնելու։ Առաքյալը ասում է եկեղեցում այդպես մի մտածեք, չի շինվի եկեղեցին այդ ժամանակ։ Կգա մրցակցություն եկեղեցում եւ վատ մրցակցություն, բացական մրցակցություն, ոչ թե կլինի մեկը մյուսին ընդունելը, մեկը մյուսի հետ միասին ընդհանուր գործ անելը, այլ կլինի մեկը մյուսի վրա բարձրանալը, եւ այս մասին խոսեցինք մենք մյուս ձեռագրությունների մեջ։ Հիմա առաջինը մենք ասացինք, որ այս հատվածում կա երկու այս ծայրահեղությունը, մեր անձի մասին հիպերֆրոնեո, բարձր մտածելակերպը եւ նաեւ մեր անձի մասին ցածր մտածելակերպը։ Մենք խոսեցինք մեծ մասամբ մեր առաջի այս երկու ձեռագրությունների մեջ մեր այս առաջի ծայրահեղության մասին, մեր անձի մասին ավելի բարձր մտածելու հետևանքի մասին։ Հիմա եկեք անդրադառնանք ծայրահեղության մյուս կողմին, ինչ վնաս կարա լինի, երբ որ անձը իր անձի մասին ցածր է մտածում։ Առաջնայինը սա այն սկզբունքն է, որ անձը չի կարողանում ընկալի իր արժեքը Քրիստոսի մարմնի մեջ, ինչի նկատի ունենք։ Ցածր մտածելակերպը միշտ վերում է թերարժեքության հասկացողության, այսինքն Աստծուն չվստահելու ծառայության մեջ։ Ես ոչ թե սա խոնարհ մտածելակերպն է, ոչ թե սա ողջամիտ մտածելակերպն է, ոչ թե Աստծո կարողությանը տեղ տալն է, այլ ընդհանրապես ասել, որ Աստված չի կարա իմ նմանի միջոցով
ծառայություն անի։ Եվ այս մարդիկ, այս ցածր մտածելակերպ ունեցողները միշտ пассив են եկեղեցում։ Իրանք նույնիսկ խուսափում են որևէ մեկ պատասխանատվություն վերցնել եկեղեցում։ Իրանք ասում են, եթե նույնիսկ ես այս եկեղեցուց հեռանամ, եկեղեցու ոչ մի բան չի փոխվի։ Չէ որ ես հովիվ չեմ, չէ որ ես ծառայող չեմ, սա նույնպես ավետարանի մտածելակերպի բացակայությունն է, սիրելիներ։ Տեսեք, մեր թեման ավետարանի համեմատ մտածելակերպն։ Ավետարանի համեմատ մտածելակերպը զուգահեռ է Քրիստոսի մտածելակերպին, որտեղ Քրիստոսը մտածում է եկեղեցու շինության մասին։ Հիմա մենք եթե չունենք ավետարանի համեմատ մտածելակերպ, նշանակում է չունենք Քրիստոսի միտքը, հասկացողությունը դեպի եկեղեցի, դեպի եղբայրները, դեպի Քրիստոսի մարմնի շինությունը։ Եվ այդ ժամանակ մենք կարանք լինենք նաև այս ծայրահեղության երկրորդ բևեռի մեջ, կարա լինի ցածր մտածելակերպ, այն ոչ թե խոնար հասկացողությունն է, այլ թերարժեք ընկալումն է։ Սա շատ կարևոր է։ Բայց որpիսի առավել մենք ճիշտ ընկալենք ցածր մտածելակերպը, եկեք ավելի ես շարունակեմ որոշ առումով բարձր մտածելակերպի հետևանքները, եւ ավելի սա ցույց կտա, որ նաեւ նույն սկզբունքով, եթե բարձր մտածելակերպը կարա կործանար լինի եկեղեցու համար, նույն կերպ կարա մյուս ծայրահեղությունը ցածր մտածելակերպը նույնպես կործանար լինի եկեղեցու համար, որտեղ եթե մեկ տեղում խախտվում է ընդհանուր ներդաշնակ ծառայությունը, այս երկրորդ տեղում նույնպես խախտվում է ներդաշնակ ծառայությունը։ Միտեղ առավելություն տալով քո անձին, մյուստեղ քո անձը ամբողջական пассив անելով, այսինքն պատասխանատվություն չվերցնելով որևէ մեկ ծառայության։ Սա շատ կարևոր է եւ Առաքյալը, տեսեք, որ կոնտեքստում է սա ասում։ Առաքյալը սա խոսում է, երբ որ ցույց է տալի, որ մեր կյանքը եկեղեցում կամ Աստծո առաջ դրված է զոհասեղանին որպես հասկացողությունով ծառայություն, որպես երկրպագություն առաստված։ Ընդհանուր առմամբ, երբ որ մենք խոսեցինք բարձր հիպերֆրոնեո, բարձր մտածելակերպի մասին, տեսեք, այստեղ մի կարևոր սկզբունք կա։ Այն ինչով կարա վնասի եկեղեցու առողջությանը, որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ բնավորությունը, երբ որ մենք ասում ենք բնավորություն, այն նշանակում է մտածելակերպի փունջը։ Բնավորությունը դա մեր հատկություններն է, մեր մտածելակերպից արտադրված, որը արտահայտվում է մարդկանց առաջ։ Երբ որ դուք ասում եք այս մարդը այս բնավորության տեր է, դա նշանակում է այդ մարդը այդպես է մտածում, այդպես է տեսնում կյանքը, այդպես է տեսնում ձեզ, այդպես էլ վարվում է ձեզ հետ։ Դա նրա բնավորությունն է։ Այսինքն մենք պետք է հասկանանք, որ բնավորությունը ծառայության մեջ եկեղեցու, Աստծո առաջ երկրպագության բնավորությունը ավելի առաջ է քայլում, քան թե պարգևը, քան թե մարդուն Աստծո շնորհքով ստացած պարգևը կամ պարգևի հատկությունը։ Այդ մարդու բնավորությունը ավելի առաջնային, ավելի է հռչակում իր մասին, ավելի մեծ գործ է անում, քան թե այն պարգևը, որ Աստծոց ինքը ստացել է։ Բացատրեմ ինչի մասն է խոսքը։ Եթե իր բնավորությունը սխալ է, Քրիստոսի մտածելակերպը չունի, այն պարգևը, որ ինքը Աստծոց ստացել է, այդ պարգևով ոչ թե կշինի եկեղեցին, այլ կքանդի եկեղեցին։ Դրա համար բնավորությունը, այսինքն մտածելակերպի փունջը եւ արտահայտությունը ավելի առաջակայլում, ավելի առաջագնում մարդուց, քան թե նրա պարգևը, որ Աստծոց ստացել է, որ պիտի ծառայի։ Սա շատ կարևոր է։ Այսինքն կարելի է մեկ խոսքով այսպես ասել, Քրիստոսի մտածելակերպը մարդու կյանքում ավելին է անում, քան թե այն պարգևը, որ Աստծոց ստացել է։ Այսինքն այդ պարգևը, որը գործիք է շինելու համար, այդ բնավորության ձեռքերում կքանդի եկեղեցին։ Կամ ճիշտ ողջամիտ մտածելակերպը ավելի առաջ է քայլում, քան թե մարդու խարիզման, կազմակերպող լինելը, ճարպկությունը։ Մարդու ճարպկությունը դեր չի անի, եթե իր մտածելակերպը ավետարանի համեմատ չի ձևավորվել։ Այդ ճարպկությունով ինքը շատ ճարպիկ կարա քանդի եկեղեցին, շատ ճարպիկ կարա հարաբերությունները քանդի։ Ինձ թվում է մեզ հասկանալի է ինչի մասն է, սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Կամ ճիշտ մղումը, տրամադրվածությունը, ճիշտ մղումը ուզում եմ ես Տիրոջ համար անեմ, Տիրոջ եկեղեցին շինեմ։ Ճիշտ մղումը ավելի առաջակայլում, քան թե քո բերած օգտակարությունը։ Ճիշտ մղումը ավելի Աստծո առաջ կարևոր, քան թե այն, որ դու օգտակար եղար եկեղեցում ինչ-որ մի բանի մեջ, քան թե քո բերած օգտակար լինելը կամ օգտակարությունը։ Պետք է ճիշտ մտածեք ինչի մասին է խոսքը։ Մարդը կարա որոշ մի ծառայություն անի եկեղեցում օգտակար, բայց ոչ ճիշտ մղումներով, այդ ոչ ճիշտ մղումը ավելի առաջ է քայլում, այն կարա վնասի եկեղեցին։ Չնայած օգտակար բան արեց, ասենք ինչ որ մի գումարի չափով մի օգտակար բան բերեց, ասենք ինչ կոմպյուտերներ բերեց եկեղեցին։
Բայց եթե ճիշտ մղումով չի, այսինքն ինքը ավելի ցույց է տալի, որ դա ինքը արեց, իր անձը, տեսեք, ես եկեղեցու համար արեցի։ Այս մղումն է նրա, իր փառքն է։ Սա ավելի առաջակայլում, քան այն օգտակարությունը, որ ինքը բերեց եկեղեցու։ Տեսնում եք, սրանք շատ կարևոր բաներ են։ Ես սա ուղղակի ընթերցանության մեջ դրեցի նորից, որպեսզի հիմա ավելի ճիշտ տեսնենք նաև հակառակ բևերը։ Սա հիպերֆրոնեո, այսինքն բարձր քո անձի կարևորությունը բարձրացնելու, քեզ ավելի արժեքավորելու, ոչ այն ճիշտ պարկես չափի մեջ, ինչի մեջ Աստված մեզ բերել է։ Մենք խոսենք նաև այս մասին, թե ինչ է սա նշանակում հավատքի չափ։ Սա կարա վնասի։ Հիմա տեսեք, ես բերեցի այս մտածելակերպի կարևորությունը, որպեսզի նաև ցույց տամ, որ այս մտածելակերպի, այսինքն ավետարանի համեմատ մտածելակերպի բացակայությունը նաև կարա արտահայտվի երկրորդ ծայրահեղության մեջ, երբ որ անձը իր մասին մտածում է ավելի ցածր։ Հիմա խոսենք արդեն երկրորդ ծայրահեղության բևեռի մասին։ Ցածր մտածելակերպը սա նշանակում է անձը չի կարևորում իր պատասխանատվության դերը եկեղեցում։ Անձը չեզոք է մնում ընդհանրապես Քրիստոսի մարմնի շինությունից։ Իրա համար, տեսեք ինչ է դառնում, այստեղ երկրպագություն չկա։ Իրա համար եկեղեցում լինելը ֆետիշ է, որոշակի առումով ծիտիկ ստանալ, այսինքն բացակա կամ ներկա գտնվել։ Ես ներկա եմ եղել եկեղեցում։ Բայց իր ներկայությունը Քրիստոսի մարմնի շինության համար որևէ ցեմի միավոր չի ավելացրել։ Եվ ինքը չի էլ ընկալում, որ իր ներկայությունը ոչ թե ներկայությունը, այլ իր ներկայությունը Քրիստոսի մարմնի մեջ ֆունկցիոնալ դեր է, գործ է անում։ Սա դրա համար այս մարդիկ ասում են, եթե ես եկեղեցի չգամ, ոչ մի բան չի փոխվի։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ իրանք մի զերծ են։ Իմիջիալոց վտանգը նաև նրա մեջ է, որ այլ մարդիկ, որոնք ֆունկցիոնալ ծառայություն չունեն եկեղեցում, իրանք դիտորդներ են մեծ մասամբ հանդիսանում։ Գիտեք դիտորդը որն է։ Իրանք նայում են, թե մյուսները ինչ են անում։ Եվ քանի որ ինքը ոչինչ չի արել, պատասխանատվություն չի վերցրել, չի սխալվել, շատ ազատ կարա խոսի մյուսների սխալի մասին։ Եվ ինքը քննում է մյուսների արած սխալները։ Սա չեզոք դերում եղած անձն է, որը ցածր գնահատականի հետ է կապված, որը իր մասին ոչ թե խոնարհ է մտածում, այլ ցածր է մտածում։ Դե ես ոչինչ բան չեմ կարող անեմ, բայց կարամ անեմ մյուսների արածների սխալները տեսնեմ։ Հիմա ամեն դեպքում սա ցածր մտածելակերպն է, որը նույնպես կարա վնասի եկեղեցու շինությունը։ Տեսեք, դրա համար առաքյալը առավել շեշտը չի դնում բարձր եւ ցածր մտածելակերպի վրա, ինքն ասում է մի մտածեք բարձր, այլ մտածեք ողջամիտ։ Դրա համար այս բառը, որ օգտագործված է, տեսեք, ես ընթերցեմ, որովհետև Աստծո շնորհքով, որ ինձ տրված է, ասում եմ ձեր մեջ ամենին, բան չմտածել նրանից ավելի, քան թե արժան է մտածել, այլ մտածել, պարկեշտ կենալ այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատքի չափը բաժանեց, այլ մտածել ավետարանի համեմատ, որովհետև Աստված ամեն մեկի հավատքի չափը բաժանել է ըստ իր այդ պարգևի ֆունկցիոնալ դերի օգտակարության, այսինքն ամեն մեկին Աստված եկեղեցում տալով որոշակի պարգև, դրա հետ մեկտեղ նաև տվել այդ պարգևը կիրառելու մյուսների կյանքում օգտակար լինելու մտածելակերպ։ Այսինքն անձը պետք է հասկանա իր այդ պարգևը ընդհանուր եկեղեցու շինության մեջ ինչ դեր է կատարում, չկարելի այդ դերը ավելի բարձրացնել եւ ավելի կարեւորել։ Այդ դերը ինչքանով որ կարեւորել Աստված, այդ կարեւորության մեջ է պետք մնալ։ Առաքյալը սա է ասում։ Մի քիչ հետո ավելի խոր կրենք։ Այսինքն ինչ ասում, դե բառացի ասենք, մի մտածեք ձեր մասին բարձր, այլ մտածեք ձեր մասին այնպես, որ մնաք պարկեշտ։ Բառացի սա է դուրս գալիս։ Ավելի պարզ, լինել պարկեշտ նշանակում է լինել զսպված դերի օղակներում, ֆունկցիոնալ պարգևի այն քո արածի օղակներում, լինել զսպված, հավասարակշռված, սոֆրոնեո, ողջամիտ, ճիշտ տեսնել քո դերը։ Այսինքն լինել ամբողջական մտածմունքի, այսինքն ամբողջական մտածել նշանակում է իրերը կամ երևույթները տեսնել ամբողջական պատկերով, ոչ թե տեսնել երևույթների մեջ միայն քեզ, քո արածը, այլ բոլորի արածի մեջ տեսնել այդ արվածը, բոլորի դերը միասին տեսնել այդ արվածը։ Սա ողջամիտ մտածելակերպն է։ Հաշվի նստել նաև մյուսների արածների հետ։ Սա ամենակարևորն է, եւ այսինքն սա ողջամիտ խոհեմ մտածելակերպ հասկացողությունը։ Օրհնյալ Աստծո խոսքը։ Այլ մտածել այնպես, պարկեշտ կենել այնպես, ինչպես որ Աստված ամեն մեկին հավատքի չափը բաժանեց։
Ընդհանրապես, տեսեք, այս հատվածը ինքը կարա հանդիսանա ծայրահեղության, մանավանդ նրանք, որոնք կոնտեքստից կտրում են հատվածները, շատ հաճախ մարդիկ պատգամները կամ քարոզները, որ անում են, ոչ թե անում են Աստվածաշնչից, այլ անում են իրենց մտքերը օգտագործելով Աստվածաշնչի խոսքը։ Իրանք ունեն արդեն մի բան ասելու, ման են գալի Աստվածաշնչյան հատված, որ հարմար լինի իրանց ասածին, եւ ասում են այս հատվածը այս է ասում։ Սա խեղաթյուրումն է Աստծո խոսքի, սա գալիս է տարբեր նպատակներից, մարդիկ հաշվի չեն նստում Աստծո խոսքի հետ, չունեն պատասխանատվություն, ինք չեն էլ հասկանում, թե ինչ է նշանակում պատգամ։ Պատգամ նշանակում է փոխանցել ուղիղ խոսքը, կտրել ուղիղ, փոխանցելով տալ Աստծո խոսքը, ոչ թե Աստծո խոսքի հետ մարդկանց ներմուծել ձեր փորձառությունները, ձեր պատկերացումները, ձեր ընկալումները, ձեր կյանքի տեսանկյունը։ Քարոզը սա չի, քարոզը ամբիոնը դա Աստծո աթոռն է, դա Աստծո խոսքի հրճակելու վայրը, ոչ թե ձեր մտքերի։ Սա շատ կարևոր է, սա հետ հաշվեցնել։ Ամեն դեպքում պետք է հասկանանք, որ առաքյալը շեշտը դնում է ողջամիտ մտածելակերպի վրա։ Տեսեք, մի խոսքով, ողջամիտ մտածելակերպը կապված է քո անձը հսկողության մեջ պահելու հետ, քո անձը սանձելու, քո անձի օղակները ճիշտ տեսնելու եւ այդ օղակների մեջ մնալու հետ։ Ընդհանրապես դասական հունարենի մեջ գրություններում այս բառը միշտ, ինչպես արդեն ասացի, օգտագործված է կարծես հակաթեզիս, եւ այստեղ հակաթեզը չի նշանակում ցածր մտածելակերպ, այլ պարկեշտ մտածելակերպ։ Դա համար շատ թարգմանությունների մեջ նորից եմ շեշտում, ուղղակի գրված է խոնար մտածելակերպ, ցածր մտածելակերպ, բայց բնագրի մեջ սոֆրոնեո, այն ճիշտ ողջամիտ մտածելակերպն է, որովհետև միշտ սնապարտության, հպարտության եւ բարձրանկոտության հակառակ բևեռը մարդիկ միշտ տեսնում են խոնարհությունը կամ ցածր լինելը։ Բարձրի հակաթեզիսը ցածրն է, բայց այստեղ նորից եմ ասում, բարձրի հակաթեզիսը ցածր չի ասում առաքյալը, ասում է ճիշտը։ Սա շատ կարևոր է։ Հիմա որպեսզի մենք հասկանանք ընդհանրապես այս հատվածը ինչի մասին է խոսում, տեսեք, կա շատ մեկնաբանություններ։ Օրինակ ես կընթերցեմ հատվածը։ Ինչպես որ Աստված ամեն մեկին հավատքի չափը բաժանեց։ Ինչ է սա նշանակում։ Այս հատվածի շուրջ կա շատ մեկնաբանություններ, մոտեցումներ տարբեր աստվածաբանական կողմերից, բայց կա երկու հիմնական մոտեցում։ Առաջինը սա նշանակում է հավատքի ստանդարտը, որ Աստված ամեն մեկին հավասարաչափ բաժանեց, սա մեկ մոտեցումն է, որը չի հակասում Աստծո խոսքին, բայց այս հատվածը այդ մասին չի խոսում։ Այդ մասին խոսում է Հուդայի թուղթը, ասում է Աստված, որ մրցենք Աստծո հասարակած հավատքի, այն հավատքը, որ Աստված բոլորից բաժանեց, այդ հավատքով մրցենք մեր ընդհանուր Քրիստոսի մարմնի շինության համար։ Սա Հուդան է խոսում այս մասին, բայց Հուդայի թուղթում, բայց այս հատվածում երկրորդ կարևոր մեկնաբանությունը, որը առավել ճիշտ է, առաքյալն նկատի ունի, որ Աստված տալով եկեղեցու մարմնի անդամներին ամեն մեկին տարբեր զանազան պարգևներ, ըստ այդ պարգևի կարևորության էլ տալիս է մտածելակերպի չափ։ Որքանով է կարևոր այդ պարգևը Քրիստոսի մարմնի շինության մեջ, ըստ այդ կարևորության չափի էլ տալիս է մտածելակերպ։ Ասում է դրանից ավել մի մտածեք։ Կամ ձեր այդ ֆունկցիոնալ դերը, որ Քրիստոսի մարմնի շինության համար է, մի կարևորեք ավելին, քան այն դրել է, քան այն չափ տվել Աստված, քան այն չափի մեջ է դրել Աստված։ Սա առավել, որովհետև հետագա հատվածը որեք, որովհետև ինչպես մեկ մարմնի մեջ շատ անդամներ ունենք, եւ այն ամեն անդամները միևնույն գործը չունեն, գործը, ֆունկցիոնալ դերը, պարգևը չունեն, այնպես էլ շատերս մեկ մարմին եք, նույն մարմնի մեջ են Քրիստոսի, բայց ամեն մեկը միմյանց անդամ են, եւ նույն անդամներն ենք միմյանց, բայց տարբեր զանազան պարգևներ ենք, այս շնորհքի պես, որ մեզ տրված է։ Այս շնորհքի պես տրված է ողորմությունով, տրված է տարբեր զանազան պարգևներ։ Համար ավելի խոսքը վերաբերվում է մտածելակերպի չափը, վերաբերվում է, որ Աստված բաժանեց, որտեղ մենք տեսնում ենք հետագա հատվածը խոսում է, որ Աստված բաժանեց կամ տվեց պարգևներ եկեղեցու շինության համար, մանավանդ որ ընդհանուր կոնտեքստը խոսում է մեր երկրպագության մասին, մտածելակերպով մեր ծառայության մասին, առաքյալն առավել ցույց է տալի, որ ավելին մի մտածեք, քան այն պարգևը, որ Աստված ձեզ տվեց, որի հետ էլ նաև ձեզ տվեց ձեր այդ պարգևը օգտագործելու կարևոր հասկացողությունը, այսինքն որքանով այդ պարգևը կարևոր շինության մեջ, այդ չափից ավել մի մտածեք։ Այսինքն ձեր անձը մի բարձրացրեք ավելին մյուսներից, քան թե Աստված այդ պարգևը տվել է այդ մտածելակերպի չափով, այդ կարևորության չափով։ Սա ավելի այս ճիշտ մեկնաբանությունն է այս հատվածի։ Ուրեմն ինչ է նշանակում ողջամիտ մտածելակերպ։ Ցածր մտածելակերպ դա նշանակում է չվստահել Աստծուն,
Այսինքն ասել, որ ես ոչինչ եմ, անարժեք եմ, ես փոխարինելի եմ, ես առանց ինձ եկեղեցին կշարունակվի եւ Աստված իմ միջոցով, իմ նմանի միջոցով չի կարա որևէ մի բան անի։ Սա ցածր մտածելակերպ է։ Ով եմ ես, որ մի բան անեմ։ Սա նշանակում է դուք հաշվի չեք նստում, որ անողը դուք չեք։ Հիշում եք Առաքյալի խոսքերը։ Ես ջրեցի, Պողոս կամ ես տնկեցի, Պողոսը ջրեց, բայց Աստված է աճեցնողը։ Ջրողը ասում է եւ տնկողը մեկ են, գործակիցներ են։ Ամեն մեկը նույնն են, ամեն մեկին ինչ գործ հանձնված է, ըստ իր չափի, ըստ իր կարևորության անում է, բայց աճեցնողը Աստված է։ Այսինքն այս անձը հաշվի չի նստում, որ աճեցնողը Աստված է։ Ինքը մտածում է, որ դե ինքը չի կարա ջրի, դե ինքը չի կարա տնկի։ Այսինքն пассив ընկալումն է։ Կամ օրինակ շատ մարդը կարա մտածի 10-րդ տալու հասկացողությունը։ Դե ես ինքը ունի կարողություն տա, բայց ասում է դե ես ինչ տամ, իմ 10-րդը ինչ պիտի փոխի։ Շատ մեծ բան, քո մի կոպեկը կարա փոխի։ Որովհետև դա ներդրումն է, առաջի հերթին քո մի կոպեկը տալը փոխում է քո սրտի հարաբերությունը Աստծո։ Դու չես տալի եկեղեցուն, դու տալիս ես Աստծուն։ Պահելով դու ինքդ քեզ խաբում ես։ Այսինքն այստեղ կա այս խաբկանքի ընկալումը։ Ուրիշ բան, եթե դու տեսնես, որ եկեղեցու ծառայողները կամ եկեղեցու ծառայությունը ֆինանսական առումով ճիշտ չի, ինչ որ այդ գումարը գնում է ինչ որ մեկի գրպան, սա ուրիշ բան է, սա արդեն տարբեր խնդիրներ է, որ եկեղեցական դիսցիպլինա պիտի կիրառվի տվյալ կոնկրետ անձի, բայց ընդհանուր առմամբ տեսնելով Քրիստոսի մարմնի մեջ այդ քո տվածի կարևորության չեզոքությունը, սա խնդիր է, սա քո пассивությունն է։ Ուրեմն, կարևոր մի բան, տեսեք, ողջամիտ մտածելակերպ դա խոնարհ ցածր մտածելակերպ, ողջամիտ մտածելակերպը նա է, որ անձը հասկանալով, որ ինքը ոչինչ է, որ ինքը ամեն դեպքում փոխարինելի է, բայց միևնույն ժամանակ ինքը գտնվում է Աստծո ձեռքերի մեջ, Աստծո շնորհքի տակ եւ Սուրբ Հոգին իր անձի մեջ բնակվելով Աստծո միջոցով, Աստծո ներգործով կարա շատ բաներ անի, այսինքն իր միջոցով, որքանով էլ ինքը անարժան է, ինքը անկարող է, սակայն այստեղ նա Աստծո ձեռքերի մեջ որպես գործիք է իրան տեսնում։ Սա արդեն ճիշտ մտածելակերպն է, սա ավետարանի մտածելակերպն է։ Այսինքն այստեղ նաև քո արածը դու տեսնում ես, որ դա դու չես անում, տեսնում ես, որ դա Աստծո շնորհքն է անում, տեսնում ես, որ դա Աստված է քեզ օգտագործում։ Սա ողջամիտ մտածելակերպն է, սիրելիներս։ Բարձր մտածելակերպը եւ ցածր մտածելակերպը չեզոքացնում է մեջտեղից Աստծուն։ Շեշտը դնում է քո անձի վրա։ Կամ ես կարող եմ, ես արեցի, կամ ես չեմ կարող։ Ուրեմն չեմ էլ անի։ Սրանք ողջամիտ մտածելակերպից հեռու են։ Երկուսն էլ ծայրահեղություններ են։ Սա ես ցույց տվեցի, որ մենք տեսնենք Առաքյալը ինչ է ասում։ Բարձր մի մտածելակերպ։ Եվ չի ասում ցածր մտածեք։ Բարձր մի մտածեք ձեր մասին, այլ մտածեք ճիշտ ձեր մասին, որովհետև Աստված ձեր միջոցով գործում է։ Տեսեք, առաջի Կորինթացիս առաջի թղթի 3-ից ես կընթերցեմ 4-րդ համարից, այդտեղ ինչ եմ ընթերցում 4-րդ համարից, 4-րդ համարից ավելի կտեսնեք բարձր մտածելակերպ, որ մեկն ասում է ես Պողոսյան եմ, ես Ապողոսյան եմ, այսինքն իրենց անձերը կարևորում էին նույնիսկ տարբեր առաջնորդների անուններով, այստեղ խնդիրը տարբեր առաջնորդները չէ, այլ այդ առաջնորդների անունով իրենց անձերը կարևորելն էր, որովհետև երբ որ մեկն ասե ես Պողոսյան եմ եւ մյուսը ես Ապողոսյան եմ, չէ որ մարմնավոր եք, այսինքն մարմնավոր եք մտածում, ես չեմ ես այսից ձեզ աշխարհի մտածելակերպ, Առաքյալը մեր հատվածում Հռոմեացիս թղթում ասում է զգուշ եղեք այս դարաշրջանին, այսինքն զգուշ եղեք, որ աշխարհի ազդեցությունը չլինի ձեր վրա։ Մեր հատվածում սկզբի եւ հետո նոր ասում է այլ մտածեք ավելի այն մտքի նորոգություն օրոքվեցեք, որպիսի զանազանեք Աստծո կամքը։ Ուրեմն տեսեք, այս հատվածում Առաքյալն ասում է, որովհետև երբ որ մեկն ասե ես Պողոսյան եմ եւ մյուսը Ապողոսյան, չէ որ մարմնավոր եք, այսինքն մարմնավոր մարդկորեն եք մտածում։ Արդ ով է Պողոսը։ Ինչ եք տեսնում։ Իր անձի անարժեքությունը։ Ով է Պողոսը։ Ինչ էին ասում։ Ես Պողոսյան եմ։ Ես Պողոսյան եմ, Պողոսյան, ով է Պողոսը։ Առաքյալը միտեղ ասում է ինչ լավ եղավ որ մի քանիսին մկրտեցի, չէ թե ինչ Քրիստոսի տեղ գտնեի։ Լավ է ես չեմ խաչվել ձեր համար։ Որովհետև երբ որ մեկն ասե ես Պողոսյան եմ, մյուսը Ապողոսյան, չէ որ մարմնավոր եք, արդ ով է Պողոսը կամ ով է Ապողոսը։ Միայն պաշտոնյաներ կամ ծառայողներ, որոնց ձեռով հավատացիք, որոնց միջոցով հավատացիք, որոնց միջոցով Աստված ձեզ բերեց ավետարանը։ Եվ ամեն մեկին ինչպես Տերը տվավ, ամեն մեկին ինչպես Տերը տվավ, ինչ եք տեսնում։
մեր հատվածի մեջ, ամեն մեկին ինչպես Տերը տվավ, այն չափը ինչպես Տերը տվավ, այսինքն ամեն մեկին տվեց ֆունկցիոնալ տարբեր պարգև, մեկը տնկեց, մեկը ջրեց, մեկը ավետարան ասեց, որով փրկվեցիք, մյուսը եկավ այդ ավետարանի վրա հոգևոր սկզբունք տվեց, որ սուրբ կյանք սկսեք ապրել, ամեն մեկին Աստված տվեց տարբեր պաշտոններ, տարբեր պարգևներ, ինչպես Տերը տվավ, ես տնկեցի, Ապողոսը ջուր տվավ, բայց Աստված մեծացրեց, եթե Աստված չմեծացնի, իմ տնկելը, իմ ջրելը ոչ մի բան է, ուրեմն ոչ տնկողն է մի բան եւ ոչ էլ ջուր տվողը, բայց աճեցնողը Աստված, տնկողը եւ ջուր տվողը մեկ են, ամեն մեկը իր վարձքը կառնի իր աշխատանքի չափով եւ Աստված ողորմած այն ասում, որ ինքը շնորհք է տալի, ինքը պարգև է տալի, ինքը ներգործում է եւ նաեւ դրա համար մեզ վարձք է տալի, սա շատ կարեւոր է, ինչ ողորմություն, ինչ մեծ օրհնություն է, բայց ինչի եմ ես անդերձում, որովհետեւ մենք տեսնենք, որ ողջամիտ մտածելակերպը ոչ թե որ ես ոչինչ չեմ կարող անեմ, այլ որ մենք հասկանում ենք, որ իհարկե մենք ոչինչ ենք, ով է Պողոսը, ով է Խաչիկը, ով է Արմենը, ով է Վաչիկը, ոչ ոք, բայց Աստված է իրանց օգտագործում, Աստված, սա ողջամիտ մտածելակերպն է, եւ այստեղ է որ անձը չի պարտանում, այլ բոլոր փառքը ուղղում է դեպի Աստծուն։ Ինչն է այս հատվածում կարեւոր։ Ուշադիր եք, արդ ով է Պողոսը կամ ով է Ապողոսը, միայն պաշտոնյաներ, որոնց ձեռով հավատացիք եւ ամեն մեկին ինչպես Տերը տվեց։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ նրանք ոչինչ են, բայց Աստված ամեն մեկին բան է տվել, որով էլ օգտագործում է նրանց։ Այս է շատ կարևոր է։ Այս կարգավիճակը ավետարանի համեմատ մտածելակերպն է, երբ որ դու խնդրում ես անդադար, առավոտը զարթում ես Տեր, առաջնորդի ինձ, ինչ դու շնորհք, օգտագործի ինձ, այսինչ մարդու կյանքում, այնինչ մարդու կյանքում, օգնի որ կարողանամ ավետարանը ուղիղ տամ, օգնի որ հասանելի ձևով տամ։ Սա իրականում դուք արդեն մղված եք Աստծո ներգործությունը, Աստծո շնորհքը, որ մղված եք Քրիստոսի մարմնը շինելու համար։ Եվ ամեն մեկ իր գործի համար Աստծուց պարգև է ստանում։ Սա մեծ օրհնություն է։ Ուրեմն տեսեք, պարկեշտ կենալը հանդիսանում է բարձր մի մտածելու արդեն ճիշտ ընկալումը։ Այսինքն այստեղ մենք երկու ծայրահեղությունների մասին խոսեցինք, հիմա եկեք անդրադառնանք առավել պարկեշտ կենալու եւ պարկեշտ ծառայության որոշակի սկզբունքների մասին, թե ինչպես է պարկեշտ մտածելակերպը, այսինքն ավետարանի համեմատ մտածելակերպը ինչպես է մեզ պահում սանձված, պարկեշտ, այսինքն զսպված եւ մղված Աստծո համար անելու եւ Աստծուն փառել։ Եկեք անդրադառնանք արդեն սրա։ Տեսեք, Մատթեոս 25-րդ գլխում մեր Տերը կարևոր խոսքեր ասում եւ մեկին հիշում եք որ կանչում է իր ծառերին եւ ամեն մեկին տալիս է որոշակի գումար, որոշակի պատասխանատվություն ըստ իրենց կարողության, դրանց ըստ իրենց կարողության, այսինքն Տերն է որոշում, Տերը գիտի ում ինչ տա իր սուվերեն կամքով, այն բանը որ մենք մեր մասին չգիտենք, Տերը անգիր գիտի։ Տեսեք, եւ կընթերցեմ 15 համարից եւ մեկին 5 քանքար տվավ եւ մյուսին 2 եւ մյուսին 1 տեսնում եք տարբեր չափերի մեկին 5 քանքար տվավ մյուսին 2 եւ մյուսին 1 եւ հետեւից կարդացեք յուրաքանչյուրին իր կարողության չափ եւ շուտով գնաց ինքը տալիս ամեն մեկին այն չափը որ գիտի որ դու ունես կարողություն անելու կամ որ չափով ինքը քո մեջ ներգործելու է որ չափով ինքը քո անձը կարևորել է իր եկեղեցու շինության մեջ տալիս այդ չափը քեզ հիմա պատկերացրեք այստեղ կա մեկը որ այդ չափը տալուն պահում է ում է նման այստեղ ճիշտ է ուրիշ սկզբունքով է խոսքը վերաբերվում բայց ես ուզում եմ ցույց տամ որ եթե տանեք պահեք սա նշանակում է դուք չեք վստահում այն հասկացողությանը այն ճանաչողությանը որ Աստված ձեզ ճանաչում է եւ տվել է որ Աստված ձեր միջոցով պիտի անի եւ հետաքրքիր է որ անդրադառնում է սրան եւ տեսեք ամեն մեկին վստահում է որոշակի չափ ըստ նրա հնարավորության եւ կարողության այսինքն որքանով Տերը գիտի որ դու կարող ես այդ անել եւ որքանով է քո պատասխանատվությունը այդ անելու մեջ այդքանով էլ քեզ տալիս է Տերը որոշակի հանձնված վստահություն պատասխանատվություն սա է այդ չափը որի մասին խոսում է առաքյալը այն չափը որ Տերը տվավ սա կարևոր է սիրելիներս հասկանաք սա ցույց է տալի որ մենք մեր մասին պարկեշտ ենք մտածում տեսեք նույն Եփեսացի թղթում որը հանդիսանում է եկեղեցաբանության կարևոր թուղթ որտեղ բոլոր եւ կիրառականը եկեղեցու մեջ տված է 5-րդ գլխում առաքյալը կարևոր բան ասում ժամանակին վերաբերող
Ժամանակին վերաբերվողը դա նշանակում է ճիշտ գնահատել կամ նույնպես պարկեշտ ընկալել քո դերը ժամանակի մեջ եւ եկեղեցու կյանքում։ Մեր կյանքը շատ կարճ է։ Մեզանից որևէ մեկը չգիտի 2 րոպե հետո ինչ է կամ 2 վայրկյան 2 ակնթարթ հետո ինչ ա լինելու մեր կյանքում։ Մենք չգիտենք։ Դրա համար, երբ որ ավետարանի համեմատ մտածելակերպ կա, առաջի հերթին մեր հույսը ուղղվում է դեպի Քրիստոսի մարմինների հարությունը, որ մենք հարություն ենք առնելու Տիրոջ հետ։ Սա իրականությունն է։ Հիմա մեր հոգիները փրկված են, մեր չփրկված մարմինների մեջ, սակայն այս մարմինները գտնվում են Տիրոջ ձեռքերի մեջ եւ փրկված հոգիները այս մարմինների մեջ են, որը մղում է այս մարմնին Տիրոջ համար անելու։ Առաքյալ դրա համար ասում է ամեն մեկը իր մարմնով արածի համար։ Հիմա տեսեք, առաքյալը արդեն իսկ 5 համարում արտնայեցեք թե ինչպես զգուշությամբ վարվեք, ոչ թե ինչպես ախրիտեք։ Եփեսացիս 5:15 համարից։ Ուշադիր նայեք բառերը նորից։ Այլ նայեցեք կամ քննեք, թե ինչպես զգուշությամբ վարվեք, ոչ թե ինչպես ախրտեր։ Ովքեր են ախրտերը, որոնք ժամանակի հետ հաշվի չեն տեսնում, որոնց համար կյանքը իրանք չեն տեսնում, որ կյանքը կարա 2 րոպեից հետո ավարտվի։ Սա ախրտ մարդն է այդպես մտածում։ Արտնայեցեք ինչպես զգուշությամբ վարվեք, ոչ թե ինչպես ախրտեր, այլ ինչպես իմաստուններ, գնեցեք ժամանակը, այսինքն վճարեք ժամանակի համար, արժեքավորեք ժամանակը։ Այն թանկ է, գնեցեք ժամանակը, որ օրերը չար են։ Ինչի նկատի ունի օրերը չար են։ Ժամանակը չար, ավելի ռուսերենի մեջ եթե նայեք, ես կթերցեմ, դարաժա времени, потому что дни лукавы, այսինքն որովհետև այդ օրերը, որը ժամանակից կազմվել են, ժամանակով է օրը որոշվում։ Ժամանակի փունջը հավասար է օրի, 24 ժամը հավասար է 1 օրի, չէ՞։ Մենք հասկանում ենք։ Այսինքն այդ օրերը չար են, նկատի այդ ժամանակը ճիշտ գնահատեք այդ օրվա միջի, որովհետև ժամանակը ձեզ խաբում է։ Ինչ է ասում, չարը ո՞րն է։ Այստեղ բառն, որ գրված է, ոչ թե չար են, այլ գրված է խորամանկ է, ձեզ խաբում է։ Եկեք նայենք սրան։ Այդ չար բառը պոներոս բառն է, որը նշանակում է ավելի չար, բայց ավելի խափող, խորամանկ, նենգ է։ Ինչի ինչ անում ինքն, ասում այնքան ժամանակ ունես, շատ կամ ես քո կյանքում։ Ոչ, առաքյալն ասում է ուշադիր եղեք, այն շատ շուտ կարա վերջանա, որքան հնարավոր է ներդրվեք Քրիստոսի մարմնի շինության համար, արեք եկեղեցու համար։ Սա է ձեր կյանքի նպատակը։ Ուրիշ բան մնայուն չի, ինչ էլ դուք անեք, եթե Քրիստոսի հետ չեք հավաքում, հակառակ եք անելու, ցրելու եք, կորցնելու եք։ Արեք, սա ամենակարևորն է, տեսեք նորից, արտնայեցեք թե ինչպես զգուշությամբ վարվեք, ոչ թե ինչպես ախրտներ։ Ախրտները ովքեր են, որոնք ժամանակի հետ հաշվի չեն դնում, ժամանակը չեն արժեքավորում։ Այլ ինչպես իմաստուններ գնեցեք ժամանակը, որ օրերը չար են, նրա համար մի լինեք անմիտ, այլ իմացեք թե ինչ է Տիրոջ կամքը։ Եվ հետևից ինչ է ասում՝ մի արբենակ գինով, չէ՞։ Որ նրանում անհնարակություն կա, այսինքն մի նայեք այս կյանքը, մի վայելեք այս կյանքը, մի ընկեք այս կյանքի վայելչության մեջ, այլ Տիրոջ համար արեք։ Դա ման ասում է մի արբենակ գինով, այլ լեցվեք հոգով, սա չի նշանակում որ Տիրոջ հոգով պետք է լեցվեք, լեցվել նշանակում է եղեք դրա ազդեցության տակ, Սուրբ Հոգու, որտեղ Սուրբ Հոգին մեր մեջ բնակվում է, դուրս չի գալի որ մի հատ էլ գալեցվի։ Այսինքն այստեղ խոսքը վերաբերվում է ընկեք դրա ազդեցության, մի ընկեք գինու ազդեցության տակ, որտեղ ասում է մի արբեք, հարբելը ազդեցության տակ ընկնելն է։ Մի ընկեք այս աշխարհի ազդեցության տակ, կյանքը վայելելու ազդեցության տակ, այս աշխարհի վրա ընկալումով, այլ լեցվեք հոգով եւ հետեւից ասում է սաղմոսներով, իրար խոսքով իրար շինելով, ինչի ծառայեք Աստծուն, Քրիստոսի մարմինը շինեք։ Դրա մարմինն եք անմիտ, այլ իմացեք թե ինչ է Տիրոջ կամքը, մի արբենակ գինով, որ նրանում անհնարակություն կա, այլ լեցվեք հոգով, խոսելով ձեր մեջ սաղմոսներով եւ օրհնություններով եւ հոգեվոր երգերով երգեցեք եւ սաղմոսեցեք ձեր սրտերում է Տիրոջը։ Ամեն ժամանակ, ամեն բանի համար գոհացեք Աստվածարից եւ հորից մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Իրար հնազանդ եղեք եւ անդառնալով վարքի։ Ինչի սա ասեցի, առաքյալը ողջամիտ մտածելակերպի հետ առաջակաշում ժամանակի հանդեպ ողջամիտ ընկալումը։ Ուրեմն տեսեք, անձը ով խուսափում է, ով իրան пассив է պահում եկեղեցու։ Գալի նստում է եկեղեցու վերջը, ուշադիր նայում է ինչ ասեցի, իսկին իր ներկայությունն է ապահովում։ Իր մտածելակերպի մեջ ցածր է իր մասին։ Աստված իր միջոցով ոչ մի բան չի կարող անի, նորից եմ ասում, ինքը մենակ նայում է ուրիշների, ինչ են անում, սխալներն է տեսնում ուրիշների, որտեղ ինքը ոչ մի բան չի անում, դա մար սխալներ չի անում, ամեն դեպքում, բայց իր արածը ամենամեծ սխալն է։ Հիմա տեսեք, Քրիստոսի մարմնի մեջ որպես անդամ ինքը իրան չեզոքացրել է մյուսներից։ Ինչն է խնդիրը։ Խնդիրը նա է, որ այս առումով
այս пասիվությունը նույն վնասն է տալի, այսինքն հաշվի չի նստում ժամանակի հետ, ինքը ժամանակը չի տեսնում ողջամիտ, ժամանակը ինքը սպանում է, այն որ կարար տիրոջ համար աներ, սպանում է, կալեցիք ինքը չի հավաքում տիրոջ հետ, սա կարևոր է։ Եվ այսպես ինքը իր դերը փախչում է իր դերից, պատասխանատվությունից, որի առումով նաև ինքը ժամանակը ճիշտ չի օգտագործում։ Հիմա ինչպես ձևավորենք ճիշտ ավետարանի համար համեմատ մտածելակերպ։ Առաջինը հասկանալ, որ բնավորությունը, հիշում եք ես ասի, բնավորությունը ավելի առաջ է քայլում, քան թե ավելի մեր պարգևը, որ Աստծուց ստացել ենք։ Բնավորությունը դա մտածելակերպի փունջն է, այսինքն Քրիստոսի նման մտածելակերպը մեր ավետարանի համար մտածելակերպը ավելի առաջ է, որը ձևավորում է մեր բնավորությունը Քրիստոսի նմանա թե չէ, քան թե այն պարգևը, որ մենք ստացել ենք։ Բացատրեմ, եկեք տեսեք, առաջի Տիմոթեոս 3-րդ գլխում եւ Տիտոսի 3-րդ գլխում տրված է մեծ ցանկ բնութագիր, թե ով պիտի լինի եկեղեցու երեցը։ Եթե դուք ուշադիր, ուղղակի ժամանակը ես չեմ ուզում օգտագործեմ, դուք նայեք ձեր տանը։ Վերցրեք այդ ցանկը առաջի Տիմոթեոս 3-րդ գլխում, ով է եպիսկոպոսը, նրա բնավորությունները, եւ Տիտոս 3-րդ գլխում տեսեք, թե ինչպիսի, օրինակ եկեք ընթերցեք մի փոքրիկ։ Տեսեք, հիշում եք ես առաջին ասացի, որ ճշմարիտ է այս խոսքը առաջի համարից 3-րդ գլխի առաջի Տիմոթեոսին ուղղասնամակի։ Ճշմարիտ է այս խոսքը, եթե մեկը եպիսկոպոսության է ցանկանում, տեսեք ինքը ինչ է ասում։ Եթե մեկը ցանկանում է եպիսկոպոսության, բարի գործի է ցանկանում, բարի գործ անելու է ցանկանում։ Մեկը չի ասում բարի պաշտոնի կամ բարի տիտղոսի է ցանկանում։ Ասում է բարի գործ է ուզում անի անձը։ Ճշմարիտ է այս խոսքը, եթե մեկը եպիսկոպոսության է ցանկանում, ճիշտ է, որ եթե մեկը ուզում է եպիսկոպոսություն, եպիսկոպոս դառնա, ուզում է ավելի շատ բարի գործ անի եկեղեցում, կամ Քրիստոսի մարմնի անդամների հանդեպ։ Չի ասում ինքը բարի պաշտոն է ուզում կամ մեծ պաշտոն է ուզում։ Ասում է շատ բարի գործ անի։ Եվ անմիջապես, բայց եպիսկոպոսին, այսինքն այդ գործը անողին, որտեղ ինքը օրինակ է լինելու այդ եկեղեցու առաջ, բայց եպիսկոպոսին պետք է անարատ լինի։ Ուշադիր նայեք ցանկը հատկությունների։ Անարատ լինի, մեկ կնկա մարդ, զգաստ, խոհեմ, պարկեշտ, հյուրասեր, սովորեցնելու հարմար, ոչ գիրեմոլ, ոչ զարկող, այլ հանդարտ, կռիվ չանող, ոչ արտացասեր, իր տանը բարի վերակացու լինող, որ որդիներն հնազանդության մեջ ուշադիր նայեք։ Եվ նայեք, եւ վերցնեք նայեք Տիտոս 3-րդ գլուխը, եկեք նաեւ սա նայենք։ Տեսնում եք մեծ ցանկ է տված, եւ հիմա ձեզ հարց կտամ։ Տեսեք, Տիտոս 3-րդ գլուխը, մի րոպե, ներողություն, Տիտոս առաջի գլխի ես կընթերցեմ Տիտոս սիրելի որդուս մեր հասարակած հավատքի համեմատ շնորհք ողորմություն եւ նույն այդ ստանդարտ հավատքի մասն է խոսքը, բայց արդեն մենք ասացինք, որ այդտեղ ստանդարտի մասին չի խոսքը, այլ խոսքը վերաբերվում էր ավելի պարգևի հետ համեմատ տված հասկացողության մտածելակերպին։ Տիտոս սիրելի որդուս մեր հասարակած հավատքի համար շնորհք ողորմություն եւ խաղաղություն լինի Աստծուց Հորից եւ Տեր Հիսուս Քրիստոսից մեր Փրկչից, նրա համար թողեցի քեզ Կրետեի մեջ, որ պակասնողներն ուղես եւ ամեն մեկ քաղաքում երեցներ կարգես, ինչպես ես քեզ պատվիրեցի։ Եթե մեկը անարատ է, մեկ կնկա մարդ, հավատացյալ որդի կույնա, որոնց վրա անհրաժեշտության գանգատ չկա կամ անհնազանդ չէ, որովհետեւ եպիսկոպոսը պետք է անարատ լինի, ինչպես Աստծո տնտեսը, ոչ հանդուգն, ոչ բարկացող, ոչ գինմոլ, ոչ զարկող, ոչ պիղճակ սիրո։ Հարց եմ տալիս ձեզ։ Վերցրեք առաջի Տիմոթեոսը 3-րդ գլուխը եւ տեսեք այս առաջի եւ Տիտոսի առաջի գլխում այս ցանկը։ Ուշադիր պատասխանեք, ինքներդ ձեզ խնդրում եմ։ Այս հատկությունները վերաբերվում են ավելի շատ բնավորությանը, թե պարգևի հատկությանը։ Այսինքն արտահայտված է այդ անձի բնավորությունը, թե այդ կոնկրետ այդ պարգևի հատկությունը։ Եթե քննեք, ուղղակի ես առաջ ընկնեմ ձեզ ասեմ, ոչ մի հատկություն այստեղ չի վերաբերվում պարգևին, բոլորը վերաբերվում այդ անձի բնավորությանը, նրա մտածելակերպին եւ Քրիստոսի նմանությանը։ Ըստ այդ բնավորությանն էլ ընտրում են անձին հովիվ, ոչ թե ըստ պարգևի, այլ ըստ այդ բնավորության, որտեղ նորից եմ ասում, բնավորությունը ավելի առաջ է քայլում, քան թե պարգևը։ Եթե անձը չունի այս բնավորությունը, այդ պարգևով ինքը կքանդի եկեղեցին։ Եթե անձը չունի ճիշտ մտածելակերպ ավետարանի համեմատ, եթե դուք նրան այդ ծառայությունը տաք, ինքը կքանդի եկեղեցին, ոչ թե կշինի այդ ծառայությունը։ Սա ուղղակի շատ կարևոր է հասկանալ, որ բնավորությունը առաջ է քայլում ավելի պարգևից։ Եվ այստեղ է, որ մենք կարևորում ենք, որտեղ առաքյալը հենց սա է անում,
Որովհետև տեսեք, միջ մեր հատվածը սկսել է, առաքյալն ասեց, տեսեք ես ընթերցեմ։ Միջև որ առաքյալը երրորդ համարով ասի, որովհետև Աստծո շնորհքով որ ինձ տրված է, ասում ձեր մեջ ամենին, բան չմտածել ավելի։ Միշտ դա ինքը վերևում ասում է, մի կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվեցեք ձեր մտքի նորոգությամբ։ Եվ հետո նոր ասում է, ձեր մասին բարձր մի մտածեք։ Ինչի նկատի ունի։ Առաքյալը ցույց է տալի, որ այս աշխարհի մտածելակերպն է, որ դուք ձեր անձը բարձր մտածեք։ Այս աշխարհը ունի այդ սկզբունքները, քո հեղինակությունը բարձրացնես, քո անձը արժեքավորես, քո վրա ուղղես բոլորի շեշտը, բոլորի ուշադրությունը։ Այս աշխարհն է դառնում։ Դա ասում է մի կերպարանվեք այդ աշխարհի մտածելակերպով, մի վարվեք եկեղեցու ծառայության մեջ, այն կքանդվի։ Այլ ձեր մտքի նորոգությունով, այլ որ այսքան լսեցիք, որ Աստված ինչպես է ձեր վրա ողորմություն կիրառել, այս 1-ից 11-րդ այդ նույն ողորմությունը կիրառեք։ Ես սրանից հետո ինքը անդրադառնում Աստծո շնորհքի, որտեղ մեր հատվածի մեջ ինքը 3 անգամ ասում է Աստծո շնորհք, որը ողորմություն բառն է։ Տեսեք, որովհետև Աստծո ողորմությունով կամ շնորհքով, որից տրված է ասում ձեր մեջ ամենին, չէ՞։ Մի քիչ հետո 4-րդ համարում, որովհետև ինչպես մեկ մարմին շատ անդամներ ունենք եւ ամեն անդամները մենու գործը չունեն, այնպես էլ շատերս մեկ մարմին են Քրիստոսով, բայց մեկը մյուսի անդամ եք։ Միայն թե զանազան պարգևներ ունենք այն շնորհքի պես, որ մեզ է, որ Աստված մեզ տվեց, այն հավատքի չափով, տեսեք մարգարեանք։ Նույն շնորհք հասկացողությունը միջև էլ ինքարակյալ ասում է Աստծո ողորմությունով աղաչում եմ ձեզ։ Այսինքն այդ փոքրիկ հատվածի մեջ արդեն 3 անգամ ինքը շեշտում Աստծո ողորմություն եւ Աստծո շնորհք հասկացողությունը։ Ինչի, որպեսզի ցույց տա, որ մենք արժանի չենք, ինչ որ անում ենք Աստծո շնորհքով։ Առաքյալի նույնիսկ այս իմաստուն խոսքերը ինքն ասում է, ես չեմ ասում, սա Աստծո շնորհքով եմ ձեզ ասում, որ Աստծո շնորհքը որից տրված է, այս եմ ասում Աստծո շնորհքով։ Սա կարևոր է, սերներս։ Եվ այսպես, մեր այս հատվածում տեսեք, նորից 3-րդ համարը թերցենք եւ ամբողջացնենք։ Մենք տեսանք երկու ծայրահեղություն։ Մեր մասին բարձր մտածել եւ մեր մասին ցածր մտածել։ Առաքյալն ասում է, մտածեք ձեր մասին պարկեշտ, ողջամիտ, ավետարանի համեմատ մտածելակերպ, որը կսկսի շինել եկեղեցին։ Եվ այստեղ անդրադառնալով սրան առաքյալ ցույց է տալի, որ այն ձեր անձերը որպես կենթանի զոհ, որ դրվում է զոհասեղանին, շատ կարևոր է, որ ձեր ծառայությունը Աստծո առաջ ճիշտ ավետարանի համեմատ մտածելակերպով լինի։ Այս ժամանակ ձեր անձերը չեք բարձրացնի, ձեր անձերը չեք ցածրացնի, այլ ձեր անձերի մասին ճիշտ ողջամիտ հասկացողություն կունենա։ Կվստահեք Աստծուն եւ Աստված ձեր միջոցով կշինի իր եկեղեցին։ Սա առաքյալի կարևոր սկզբունքն է այս հատվածի մեջ, որ մենք նայեցինք։ Ուրեմն եւ նաեւ վերջինը ողջամիտ վարդապետության մտածելակերպը մեզ բերում է վստահելու Աստծո շնորհքին։ Դրա համար առաքյալը 3 անգամ շեշտում է այն շնորհքով, որ ինձ տրված է։ Այդ նույն շնորհքը ձեզ կարա տրվի, որպեսզի շինի եկեղեցին Աստված։ Այ բոլոր միայն թե 6 համարը, միայն թե զանազան պարգև ունենք այն շնորհքի պես, որ մեզ տրված է, այն շնորհքի պես։ Այսինքն նաև շատ կարևոր է ավետարանի համեմատ մտածելակերպը բերի վստահություն առ Աստծո շնորհք, այսինքն վստահեք Աստծո շնորհքին։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար, մենք ամբողջացրեցինք 3-րդ համարը 12 գլուխի, հետագա համարներն ավելի կանդրադառնանք այն պարգևների կիրառման, այդ նույն ավետարանի մտածելակերպի համեմատ եւ կտեսնենք այդ պարգևները ինչպես են շինում։ Եթե այդ պարգևները օգտագործողը Աստծո ավետարանի համեմատ մտածելակերպ ունեցող անձ է։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։